Հետմահու հրապարակվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ուղերձը։ Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ։ Փարաքարն ունի բնակիչներ, ովքեր ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու սրտացավությամբ նպաստում են համայնքի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր ներդրում ունեն համայնքի զարգացման գործում, ավագ սերնդից մինչև երիտասարդ ու պատանի բնակիչներ։ Յուրաքանչյուրը ձեր գործունեությամբ ճանաչելի մրցունակ ու գրավիչ եք դարձնում մեր համայնքը, բացառիկ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու ենք ծառայել ձեզ, առաջնորդվելով համայնքին եւ բնակչին ծառայելու մեր գլխավոր առաքելությունը։ Ուզում եմ վստահեցնել, որ համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիրը մեր օգնության ներքո է, բարձրաձայնված ցանկացած հարց մեր ուշադրության կենտրոնում, հանձնառու ենք կյանքի կոչելու նախընտրական ծրագրով ստանձնած բոլոր խոստումները։ Փարաքարն ապրում, զարգանում եւ վստահորեն առաջ է շարժվում բոլորիս միասնությամբ ու համառ ջանքերով։ Միասին մենք կկերտենք մեր համայնքի արժանապատիվ ապագան։ Ջերմորեն շնորհավորում եմ Փարաքար համայնքի օրվա առթիվ, թող խաղաղությունը, բարեկեցությունն ու բարին մշտապես ուղեկցեն մեր հայրենիքին ու համայնքին։ Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված վայել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն ու ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողը երեկ այցելել էր Փարաքար ու արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ եւ փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։ Լրագրողը փորձել է այցելել այն անձանց տներ, որոնց անունները կապվում են սպանության գործին, սակայն պարզվում է, դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցել են, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի եւ Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են։ Այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։ Այս ֆոնին քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ սպանությունը բացահայտված է, սակայն Վալոդյա Գրիգորյանի մայրը Մարինե Գրիգորյանը ասել է, սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չեն բացահայտվել պատվիրատուները։ Գյուղում տիրող լարված մթնոլորտը զգալի է, մասնավորապես գյուղացիները թղթակցի հետ զրույցում կանխատեսում են, որ եթե քննությունը ընթանա այնպես, ինչպես փետրվարի 5-ին տեղի ունեցած Գրիգոր Օհանյանի սպանության գործը, ապա մեծ է հավանականությունը, որ նոր սպանություններ տեղի կունենան Փարաքարում։ Գյուղացիներն ահազանգում են, իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում։ Հավելենք, որ տարակուսելի է, թե ինչու քննչական ծառայությունը դեպքից 9 օր անց դեռ տուժածի որևէ հարազատի չի հրավիրել քննության։ Հարց չի տվել, թե ով կամ ինչու էր ուզում սպանել Վալոդյա Գրիգորյանին։ Սպանությունը համարում են բացահայտված առանց տուժողների հետ խոսելու։ Հավելենք նաև, որ երեկ ներկայացրել էինք Վալոդյա Գրիգորյանի մոր խոսքը կայքի հետ։ Վերջինս խոսել է մեղավոր ճանաչվածների մասին, նշելով, որ չէր ցանկանա, որ նրանք որևէ կապ ունենային այդ ամենի հետ, քանի որ իրենք էլ եթե լինեն բերդում, միևնույն է, լավ կյանք չեն ապրելու, թող իր թշնամին անգամ բերդում կյանք չունենա, սակայն ինչպես տիկին Մարինեն է նշել, իր որդու կյանքից թանկ որևէ բան չկա, սակայն այսօր իր որդին այլևս իր հետ չէ։ Տիկին Մարինեի խոսքով ինքը սպասում է, որ լինի արդար քննություն։ Վերջինս նշել է, որ իր որդու սպանության մեջ եղել են պատվիրատուներ։ Մարինե Գրիգորյանի խոսքով Փարաքարի համայնքապետ դառնալուց հետո իր որդու հաղթանակը այդպես էլ չեն մարսել։ Իշխանությունների ոտքերի տակ պարողներ կային, ովքեր կուլ չտվեցին իմ որդու հաղթանակը։ Դա մի մեծ ոսկոր էր, որը կանգնած էր նրանց կոկորդին, նշել է Մարինե Գրիգորյանը։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար, որովհետև գիտեին, թե իմ տղան իր կյանքից ինչ է ուզում։ Իմ տղան տարիներ շարունակ այս կուսակցությունից այն կուսակցություն չի անցել։ Իմ տղան սկզբունքային էր եւ հենց դրա համար էլ սպանեցին նրան։ Տիկին Գրիգորյանի խոսքով սա հրահանգն է Փարաքարի նախկին համայնքապետ Ախտոյանի։ Վերջինս դեպքից 10 օր առաջ երկրից դուրս է եկել, հրահանգ է տվել այս սպանությունը կազմակերպելու համար։ Տիկին Մարինեի խոսքով նա տարիներ շարունակ երկիրը չի լքել եւ միայն այս դեպքից 10 օր առաջ որոշել է հեռանալ։ Հավելենք նաև, որ այսօր ներկայացրել էինք նաև փետրվարի 5-ին սպանության մեջ կասկածվող Արմեն Ղազարյանի մոր Ռուզաննա Ղազարյանի հարցազրույցից հատվածներ։ Արմեն Ղազարյանը տեսանյութային երիտասարդն է, որի ձեռքում կա ինքնաձիգ բոլորին հայտնի ավտոմատը։ Նա արդեն 8 ամիս է կալանավորված է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ին Փարաքարի կիսակառույց տան բակում սպանվել են համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ նրա ընկեր ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։
Արմեն Ղազարյանի մայրը սկզբում հրաժարվեց մեկնաբանություն տալուց, այնուհետև խոսեց։ Նա նշում է, որ իր տղան չի մարդասպանը։ Եթե լինի ճիշտ քննությունը, ապա իրավապահ մարմինները կգտնեն, թե ով է իրականում եղել այդ օրվա մարդասպանը։ Տիկին Ռուզաննայի խոսքով պետք է օբյեկտիվ լինել, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ Նա նշել է, որ պետք է յուրաքանչյուրը պատժվի, այդ թվում իր որդին, ով զենք է խլել, բայց իր որդին մարդասպան չէ, նա չի կրակել։ Այսօր ամեն ինչ բարդվում է իր որդու վրա, այսօր կալանավորված է միայն իր որդին, փետրվարի 5-ի գործով։ Տիկին Ռուզաննայի խոսքով իրավապահ մարմինների բաց թողման արդյունքում է, որ կրկին կրակոցներ են հնչել Մերձավանում։ Նա նշում է, որ իր որդին այս պահին կալանավորված է եւ նա անմեղ է։ Նա պարզապես ներկա է գտնվել այդ օրը, սակայն ինքը մեղավոր չէ եւ ամեն ինչ բարդվում է իր որդու վրա։ Տիկին Ռուզաննան նշել է, որ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին գործը կրկին քննելու եւ անմեղության վարկածն առաջ բերելու համար։ Տիկին Ռուզաննայի խոսքով այս ամենը վենդետայի արդյունք է։ Վենդետա է եղել, քանի որ կողմին չի բավարարել քննության արդյունքը։ Ողջ մամուլի թիվ 1 թեման փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունն է։ Սա ողբերգական դեպք էր, որի հետևում կանգնած է վենդետա ասվածը։ Դեռ ամիսներ առաջ փարաքարում սպանություն էր տեղի ունեցել։ Սպանվել էր փարաքարի նախկին ղեկավարի հորաքրոջ որդին։ Հորաքրոջ մյուս որդին էլ կանգնած է վենդետայի ետևում։ Այս օրերին մամուլում տարբեր կարծիքներ են հնչում։ Շատերը քննարկում ու քննադատում են կրակող անձին, շատերն էլ, պես ասած, պաշտպանում են նրան։ Մեկնաբանություններում նշվում է, որ տղան կիրթ, դաստիարակված եւ հիանալի երիտասարդ է եւ դրդված է գնացել այդ քայլին, քանի որ դատավարությունը ճիշտ չի ընթացել։ Նախաքննությունը ոչինչ էլ չպարզեց, դեռ մի բան էլ ավելի, մարդասպանին առօգ-փառօգ տնային կալանք տվեց, ինչն էլ բերեց նրան, որ անճարությունից դրդված այս տղան դարձավ հանցագործ, վենդետա արեց։ Ունենք երկիր, որտեղ դատական համակարգը մեռած է։ Մեկ այլ մեկնաբանություն հետևյալն է ասում. ցավ կար սրտում վրեժի, անտեղի չէր կարա վրեժ լուծեր, կար պատճառ, ուղակի խլվեց երկու կյանք ու անհասկանալի մի կյանք։ Համակարգն է թերացել, վերջի վերջո համակարգի սխալի հետևանքով է, որ մարդը գնացել է նման քայլի, մարդասպանը չպետք է ազատության մեջ լինի, դա փողոցային խուլիգանություն չէ, որ տվել են տնային կալանք։ Այս օրերին ժամանակ առ ժամանակ նաև տարածվում են Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի մասին պատմող տեղեկություններ։ Բոլորն են փաստում, որ երիտասարդ ընտանիքը համերաշխ եւ գեղեցիկ էր։ Ներկայացնում ենք Վալոդյա Գրիգորյանի կնոջ լուսանկարները, որոնք վերջինս հրապարակել է համացանցում։ Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունը փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում, փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, եւ 3 ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը։ Այսինքն այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սակայն կասկածյալների կլանը պարզվում է սերտ կապերի մեջ է եղել թե իշխանության, թե քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաև այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ։ Նկարում ՔՊԱ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է Ռուստամ Ստեփանյանի, Չաղ Ռուստամի եւ փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։ Փարաքարի համայնքապետի դուստրը հետևյալ գրառումն է կատարել. Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը եւ նրա սրտից չուներ ոչ ոք։ Ես գիտեմ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ։ Իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։ Ես սիրում եմ քեզ, պապ, եւ խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։ Դու լավագույնն ես ու դա բոլորը գիտեն։ Աստծո կողմից նվեր ես այս աշխարհին։ Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։ Այսօր Տոման ինձ հարցրեց ման, մենք էլ պապային երբեք չենք տեսնելու։ Եվ ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան, բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք այս ցավին։ Պապ, ես լինելով քո առաջնեկ, քո ավագ դուստր միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայում ես ու տես, որ այն ինչ կիսատ ես թողել ավարտին ենք հասցնելու մենք քո ուզած եւ սիրած ճիշտ ձևով։ Ես, Սյուզին Լյով ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային, դու կաս մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես։